Պարոն Կարագյոզյան, տեղեկացանք, որ այսօր բանկերի զեղծարարություններից տուժած քաղաքացիները հանդիպում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների հետ, այստեղ է նաև Կենտրոնական բանկի փոխնախագահը, նախ ճշտող հարց, նախաձեռնությունը ձերն է եղել, դուք եք դիմել, թե ԿՊ-ն է որոշել ձեզ հետ հանդիպել։ Եթե կհիշեք, ակցիայի ժամանակ մենք ասացինք, որ բողոքի ակցիայի ժամանակ ասացինք, որ մենք որևէ մեկին, որևէ անհատի, որևէ առանձին գործիչի չենք դիմում, մենք դիմում ենք 107 պատգամավորների։ Մեզ այդ օրը ընդունեցին երկու պատգամավորներ Հայաստան խմբակցությունից, այդ օրը մենք արեցինք բաց թափանցիկ քննարկում լրագրողների ներկայությամբ եւ ուղիղ եթերում ունեցանք պայմանավորվածություններ Եվ հասկացանք, որ առնվազն այդ պատգամավորները հասկանում են և ընդունում են և գիտակցում են, որ տեղի է ունեցել քաղաքացիների իրավունքների խախտում։ Դրանից հետո ստացանք հրավեր, որ քաղաքացիական պայմանագիրը ևս ցանկություն ունի մեզ արձագանքելու, մեզ լսելու, դրանով պայմանավորված օր ենք որոշել, հիմա այդ ընդունելությունն է, որտեղ նորից պիտի նույնը ներկայացնենք, Այսքան է։ Ուզում եմ անդրադառնալ մասնավորապես Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարություններին, նա նշեց, որ 230 քաղաքացու վարկերը հետաձգվել են 3-ից 5 տարով ըստ էության սառեցվել են, նաև հավելեց, որ սպասում են դատարանի որոշմանը, ըստ այդմ կորոշվի մնացած քաղաքացիների կարգավիճակ, այսինքն կսառեցվի վարկերը, թե ոչ, ինչ կասեք սրա վերաբերյալ։ Այդ հայտարարությունները ներողություն, բայց արդեն լուրջ չեն, որովհետև առաջին հայտարարությանը, երբ որ անդրադառնանք, նախ մամուլի ասուլիսների ընթացքում հնչող հայտարարությունները պետք է իր տակ ունենան փաստաթուղթ, դրանից առաջ չի եղել փաստաթուղթ, եւ նախորդ անգամ հայտարարել էր, որ այդ վարկերն արդեն իսկ սառեցվել են, սակայն փաստորեն չէին սառեցվել եւ դա հնարավորություն տվեց բանկերին մանևրելու։ Դիմեցին անհատ քաղաքացիներին, որ եկեք հաշտության պայմանագիր կնքենք, ըստ որի հղում կար ապօրինի վարկային պայմանագրի վրա, որ ձեր վարկային պայմանագիրը հետաձգվում է 3-ից 5 տարով, եւ դուք դրանից հետո մարելու եք ավելի ցածր տոկոսադրույքով, ինչը մեր կողմից անընդունելի էր, բայց կային քաղաքացիներ, ովքեր ճնշումների ներքո, ովքեր ստեղծված իրավիճակից ելնելով, որ չհայտնվեն սերտ-ցուցակներում, ստիպված եղան այս պայմանագրերը ստորագրելու, ինչը եւս ապօրինի մոտեցում էր եւ անընդունելի էր մեր կողմից։ Դրան հաջորդեց երկրորդ հայտարարությունը, ամսի 10-ի էլի մամուլի ասուլիսին հնչած հայտարարությունը, որ 230 քաղաքացի փաստորեն արդեն ստորագրել է, բայց քանի որ ընդունում են մեր պահանջները, դա հետաձգվում է մինչև դատական գործի այսպես ավարտը, քրեական դատարանի դատական գործի մինչև վճիռը հետաձգումը, սա մեր կողմից ընդունելի է եւ ես ձեզ ասեմ, որ սա հենց մեր առաջարկն է, որովհետև դրանով արդեն հայտնի պետքա որ լինի, եթե նույնիսկ արդեն եթե դատավարությունը ավարտվեց, նշանակում է հայտնի է այն քաղաքացին, այն իրական զեղծարարը, ով փաստացի ստացել է ինչ-որ գումարներ, հետևաբար տրամաբանությունը որն է, որ իրանից էլ պետքա բռնագանձեն կամ պահանջեն այդ գումարները։ Մենք այդ մասով համաձայն էինք, բայց վախենամ, որ այս հայտարարությունը եւս չի համապատասխանում իրականությանը, ինչի որովհետեւ մենք այսօր մեր քաղաքացիներից, օրինակ ներողություն, ես արդեն անուններով պիտի խոսեմ։ Տիկին Եվգենեն հենց այսօր ստացել է բանկից պահանջ, որ ձեր վարկային պարտավորությունները կատարեք, այլապես S արդեն տրամաբանական հաջորդականությունը եւ հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, հարցս ձեզ եմ ուղղում, որքանով են լուրջ այդ հայտարարությունները։ Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունները, որքանով են լուրջ, չէ՞ որ դրանց տակ պիտի լինեն փաստաթղթեր, որևէ հանձնարարական իջեցվել են բանկում, ինչպես է համակարգվելու այս process-ը, արդյոք չի լինելու ընտրովի մոտեցում,
Չէ՞ որ սա ըստ իր հայտարարության ստեղծվում է էլի բանկերի համար հնարավորություն, որ այն երբ որ ասում են առանձին գործեր կնային, ինչ կա առանձին նայելու հնարավոր չի մեկ որոշումով բոլոր այդ կարգավիճակում հայտնված քաղաքացիներին իրավունքները վերականգնող ինչ-որ փաստաթուղթ ինչի չկա, ինչի հանձնարարական չի իջել մինչև այսօր, որ փաստաթղթի շրջանակներում հայտարարությունները անում կենտրոնական բանկի նախագահը։ Հայտարարություններով այս հարցը չեն համակարգում ժողովուրդ ջան։